Տիկին Ծառուկյան, շարունակվում է Վահագն Աբգարյանի գործով վկաների հարցաքննությունը, այսօր եւս հարցաքննվեցին վկաներ, որոնք ինչ-որ չափով ականատես են եղել, կամ, չգիտեմ, տեղեկացված են եղել սպանության գործին, կային նաեւ բացառություններ, օրինակ Վլադիմիր Դավթյանին վարձակալությամբ հանձնած տիկինը, տանտերը, վկաների հարցաքննությունից ինչ հետեւություններ արեցիք։ Տեսեք, ուրեմն ամենակարևոր վկան նա էր, ով տաքսիով համատեղությամբ ոստիկան Վլադիմիր Դավթյանին տեղափոխել էր մի քանի վայրեր։ Այսինքն վերցրել էր, տարել էր տուն, հագուստների հետ կապված Վլադիմիրը ասել էր, որ շորեր եմ լվացել, դեռ չի չորացել, գնամ մի հատ հագուստներին երևի տեր կանգնեմ, հետո ինչ-որ բան փոխել էր, ինչ-որ բարակ կուրտկա էր հագել։ Այսինքն ըստ էության մեղադրանքի մեջ ինչ էին շեշտադրում, ասում էին, որ Վլադիմիրը գիշերվանից Կամո Փիրուզյանին հետևել էր եւ եկել էր բանուկ մազում սպանություններ կատարել։ Հիմա այսօր փաստորեն ակնհայտ դարձավ, որ Վլադիմիրը Կամո Փիրուզյանին չի հետևել։ Վլադիմիրը ոստիկան տաքսիստի հետ դուրս է եկել եւ զբաղվել է իր Mercedes մեքենայի լարերի հետ կապված խնդիրներով։ Եվ ըստ էության այն ցուցմունքը, որը միշտ Վլադիմիրը տալիս է, եւ այն հայտարարությունները ավելի ճիշտ որ անում է, որ ես պատահական եմ տեսել, նախկինում ինձ ահա տվել, ու ես անմիջապես վախ եմ զգացել եւ հանել կրակել եմ, արդեն գնալով հիմնավորվում է։ Մնացած վկաների մասով իրենք ամեն ինչ անում են, որ վարձակալած օրինակ բնակարանում այն անձը, որ վարձով էր տվել, անպայման Աբգարյան Վահագին էլ տեսած լինեին։ Չէ, նման բան չէր էլ կարող լիներ։ Ինչ ասաց վկան, ասաց, որ ես տեղեկություն չունեմ, ինչ որ երկրորդված աղջկա միջոցով ինչ որ մեկին էր տեսել, որը ավելի լիքոտ է, իսկ ով ասաց, որ դա օրինակ Արթուր Մնացականյանը չի, կամ Պողոսը չի, Պետրոսը չի, հիմա ինչքան լիքոտ մարդ կա նշանակում Աբգարյան Վահագնն է ալնելու։ Այդ կասկածները չենք մոռանում, չէ, որ մեր օգտին պետք է լինի, որտեղ սա առանձնապես ծանր հանցագործություն է եւ առհասարակ քրեականի մեջ անձը ուղիղ ցուցմունք պիտի տա անձի վերաբերյալ։ Հետեւաբար այն միֆը, որ իրենք ամեն ինչ անում են, որ տպավորությունը լինի, որ սա կանխամտածված, կազմակերպված ինչ որ սպանություն է, գնալով հիմնավորվում է, որ չկա նման բան։ Ավելին, առանցքային ցուցմունք կար այսօր։ Փաստորեն վկան մասնակցել է անձի ճանաչման եւ այդ քննչական գործողությունը արկա չի քրեական գործի նյութերում։ Բա որ ասում ենք Վահագ Հարությունյանը ունեցել է շահագրգռվածություն, որովհետեւ հայոյանքներ կա։ Բա որ ասում ենք բազմաթիվ տուժողներ կա, որ մարտի 1-ի գործին միացվել է, անձին խոշտանգվել են, որպիսի ցուցմունք տան Վահագ Աբգարյանի դեմ։ Բա որ ասում ենք հենց ասել են անձինք Վահագ Աբգարյանը բարերար է, անմիջապես ծեծ են կերել եւ հետաքրքիր դեպքեր է զարգացել, որոնց վերաբերյալ հիմա հենց հիմա հակակոռուպցիոն քննչականում շարունակվում է, բա ինչ ենք ասում։ Սա էլ այդ դեպքերից մեկն է, որ փաստորեն ամեն ինչ արել են, որ հələ մի հատ Վահագին ճանաչի, հələ մի հատ տեսած Վահագը ընդեղ ա եղել, հələ սա անձած, բա խի չեք արձանագրել։ Իդեպ ի հայտարարություն կա էլի արձանագրություն, ավելի ճիշտ կա էլի քննչական գործողություն, որը չի արձանագրվել, հետագայում կբացահայտենք։